Գիշեք չեմ գիտեր, վստահ եմ, որ բոլոր դալ մանկության այս երկը սորված եք. If you are happy and you know it, clap your hands, stamp your feet and say amen. Այս գիրակնորյա երկմն է, որ գսե, եթե ուրախ ես, ձապե, ոտնահարե և ամենս է։ Ասիգա անշուշտ մենք երկեինք շատ անգամ առանց հասկնալու, որովհետև աղոր ուրախ երկմներ գծապեինք, ոտկերնից կզարնեինք կեդին և ամեն գբորայինք, բայց այս երկին նպատակը այն է, որ գսե թե եթե ուրախ ես, քու ռազներդ բիդի հայտնեն քու ուրախ ըլլալդ, ըլլադիգա ձապելով, ոտկերդ զարնելով, կամ թե ամեն ասելով։ Այս երկը ինքնին մեզ կսորվեցնե, թե մեր արդայդությունները երևելի են և ապրելի, վայեբո։ Հագարակ, որ շատ անգամ չենք անդրադառնար, թե մեր երեսներ ինչ կսեն մեր շուրջիներուն, մեր երեսները շատ բաներ կսեն մեր շուրջիներուն։ Ինչ որ ներքին է, լադիգա լավություն կամ քեշություն, մեր արդակինը Երևան գահանե, մեր վարմունքը գծուցնե, թե մեր ներսիթին ինչ կա։ Ինչ որ ներսը գտարնա, մեր երեսին վրա դուրս կելը, մեր արդայդություններեն, մեր ռազներեն դուրս կուքան։ Պետչունիս ինձ սելու, թե ինչ վիճակի մեջ ես, Սվետլանա Քվիրիգոս չէ, ստայր մա ճամպում վրա է գասնի, Սվետլանա Քվիրիգին ամեն գիրագի գսեն, Սվետլանա Քվիրիգ, այսօր ուրախ ես, կամ այսօր դխուր գերևիս, որովհետև իր երեսը շատ փանգս է, ամեն ներս մտելուն քուրեմ որ գմտնե, ամիջապես գիտեմ, որ այդ շաբաթը ինչպիսի շաբաթ մանցուցած է և վստակ է։ Երբեմն մեզ ոմանք կրնանք բահել, բայց շատերս ինչ որ գա ներսերնից կդառնա դուրս գելլե։ Փարմը ասելու պետք չունենք։ Եվ երբ որ փարգացած ենք, անպայման մեր երեսին վրա գելլե, մեր երեսին գնջիրները, մեր փերնին ծևը, մեր աչքերը, հոնքերը, ամենը ծևերը կփոխեն և փարգությունը հստակ կլա, որ մեկը իրապես փարգացած է։ Եվ այսօր գաբրինք զայրացած աշխարհի մեջ, ձեզի սեմ, ուր երթակ մարդիկ զայրացած են փանիմը, մեկը ջամփունն համար զայրացած է, լույսը գարմիր են գանանչ կլա, հազիվ գլա ետևեն գսկսին հորնը ունել, շարժիր, ուր մի դերտաս, մեկ սեքնդը, մեկ երկվարգյանը կեզի ավելի դեղվի թասն է, օթագայան շատ վերջերս գջամպորթեմ, մարդիկ կպարգանան, մեկը կիձին մեկ հատ արջև կա, ետև երտա, ամենը վրան գարցագին, որովհետև գուզեն ամենն ալ օթանամ մտներ, միջատ օթանամ մեջը 4-5 ժամ բիտնստին, որ հասնելիք դեղերնին ասնին։ Ինչ կա այնքան զայրանալու, բայց ընդհանուր առմամբ կտեսնենք, որ աշխարհը զայրացած վիճակ ունի։ Եվ մենք պետք է գիտնանք ինչպես պիտի բարվենք, երբ որ փարգություն կա մեր մեջը, եւ ինչ կարևոր է, որ մեր փարգությունը գարենանք զսպել։ Սուրբ Գիրքի մեջ շատ օրինակներ ունենք, երբ մարդիկ փարգացան ինչեր բադայեցավ։ Գայենը ափելին մերցուց, երբ որ փարգացավ։ Սավուղը իր թագավորությունը գործընծուց, որովհետև փարգացավ։ Մովսեսը քավազանով ժայրին զարգավ, որ պետք չէ զարներ, եւ ադոր համար չգրծավ Քանան ու երկիրը մտնել։ Երբ որ սիրելիներ, մեր փարգությունը չի հագագշրվիր Սուրբ քրային լուծումովը, վերջավորության գրնանք մենք մեզի սպանել։ Անցյալ գիրագի խոսեցանք մարդկային լուծումներու մասին, գրնաս երթալ anger management տասարաններու, counseling-ի շատ բաներն էլ, բայց եթե Սուրբ քրային միջոցներու, լուծումներու չես դիմեր, այդ փարգությունդ գրնա քեզի վերջավորության սպանել։ Որովհետև փարգությունը կմերցնե։ Եթե քեզի ֆիզիկապես չի մերցնե, քեզի
սկացականորեն գմերցնե քեզի ընջուտմի գդանի depression-ի գդանի միշտ ներված անշուշտ բարգությունը առողջապահության վրա անպայման գաստ է երբ որ բարգացած ենք մեր ջնշումը արյան ջնշումը գելե ամեն տեսակ հարցեր կապված են բարգության հետ բայց ամենակարևորը սպանություն որ գնե մեր հոգևոր վիճակին սպանությունն է ինչու կբարգանանք մտածած եք փամը գլա եւ կբարգանանք առանց անդրադառնալու թե ինչ կբադայի երբ որ փամը քեշ գլա մեր կյանքի մեջը ամիջապես կբարգանանք այսօր բանիմը բարգացար ոս չգածել Terevս չբորացիր, չգանչեցիր, բայց փամը քեզի բարգացուց բզդիկ փամը Terevս դղատ շուտ չշարժեցավ դունեն ելլելու բզդիկ փանեն այսպես մեզի կբարգացնեն Ուրեմն Յանքի հարցեր մեծ պատճառ կդառնան, որ մենք բարգանանք։ Այսօրվա մեր հատվածը Եփեսացիս 4:21-32 է, բիդի չուզեմ ամենը գարթալ, բայց երբ որ դու ներթակ կուզեմ որ գարթակ այդ գլուխը հատվածը բոլորը, հոն Բողոս Արաքյալը Եփեսացիներուն բարգության մասին գխոսի։ Բարգության մասին գխոսի եւ գխոսի մտնոլորտին մասին, որ բարգություն կստեղծե։ 18-րդ համարի մեջ, 4-րդ 18-րդ մեջ կսե, անոնց միտքը խավարած է եւ իրենց ուծածած են աստուծո կյանքեն, իրենց մեջ եղած անկիդության եւ իրենց սիրտին գուրության պատճառով։ Անհասկացողություն Երբ որ մարդ արարածը անհասկացողություններ կունենա եւ աստուծո հոգիով չէ որ գարաչնորթվի, ամիջապես բարգության գտիմե։ 25-րդ համարի մեջ կսե, ուստի թոթափելով սդելը ճշմարտությունը խոսեցեք իրարու հետ։ Սուդեր մեզի կբարգացնեն։ Հետո կսե 31-րդ համարի մեջ, ամեն տեսակ թարնություն, զայրույթ, հայություն, չարամտություն Կտեսնենք հոստեղը փամփասանք, չարամտություն, իրարու հետ կապված բաներ, հայություն, այս բոլորը արիտ կփանան մեզի բարգացնելու։ Եվ այսօր Բողոս Արաքյալը այս հատվածներում մեջ կուզե մեզի թրական սկզբունքներ ներկայացնել, որբեսի այս բարգության դժվարությունեն մենք կարենանք ազատվել։ Բողոս Արաքյալը հոս մեզի գուտա պատասխաններ եւ հագաթեղեր antidotes թե ինչպես գրնանք շիդակ երբով վարվել երբ որ բարգություն մեր մեջ են դուրս կգա եւ երեք տեսակի բարգություններ կա որ այս հատվածի մեջ կհիշվի առաջին բարգությունը սոսկալի բարգությունն է որ անգամը որ բայթի մեկը թեմը չի գնար գնալ Եփեսացիս 4:31 ինչպես կարդացինք, կսե ամեն տեսակ թարնություն, զայրույթ, հայություն, չարամտության, այս բոլորը ծեր վրա են նետեցեք։ Զայրույթ փարն է, որ գուզեմ հոստեղը գետրոնանալ, այս փարգություն փարը, որ գործածվի, հունարեն փարը, որ գործածվի, գադաղություն փարն է, գադղած կենթանի տեսած է, գադղած շուն, մեկը փորձվի գադղած շունին արջև գենալ, ոչ երբեք, գադղատությունին չես կնար գարավարել և պարգությունը ճիշտ այդ վիճակը կստեղծե և այս գադաղություն պարը որ գա հունարենի մեջ գաբված է անդարային հրթեհի հետ անդարի հրթեհը չի գենար ինչ որ կա իր շուրջը գլապ է գգլ է և գայր է և այս սոսկալի պարգությունը որ գսե վերցուցեք ծեր մեջ են վնասագար Փարգությունն է, որ անդարի գրագին պես անգամ որ փրնգի գդարածվի եւ ուր երթա մեկը չի գիտեր, մեկը չի գնար զսպել։ Մատյան եւ Սերանոս չեն այսօր ձեզի գրնային պատմել Կալիֆոռնիայի մասին, որ միշտ այս անդարային գրակներ ունին եւ մեմը որ սկսի
ուր պիտի երթա, ուր գերտա չենք գիտեր, ինչպես ասկեդարի մավրաջ Ալթադինայի բոլոր շրջանը այրեցավ և մեծ վնասներ մեջտեղ եկավ։ Ուրեմն աս փարգության պիտի գոչենք, փարգության անունը պիտի տանք և ասենք ասիգա հրթեղ է։ Եվ ուր գսկսին հրթեղները։ Հրթեղները գսկսին 4 դեղերու մեջ։ Կալիֆորնիան 4 նահանգն է։ Անոր համար հոն շատ հրթեղ գլա։ Եվ փարգությունը, այս փարգությունը սիրելներ, այս սոսկալի փարգությունը հարաճ կուքա, երբ չորություն գա մարդոց մեջ։ Երբ որ դերմը Աստուծո սերը միան ծողի պես կիչն է, գամ թե Աստուծո ներգամդությունը մաղվող անցրևներու պես կտապի, գիծած լանք որ հոն չորություն կկոյանա և շատ տյուրությամբ կրնա գրակմը պրնգիլ, զայրույթմը, փարգությունը պրնգի և տարածվի։ Ինչպես ասինք, այս անդարային հրթերները 4 դեղերու մեջ կսկսին։ Եթե պիտի այս գրակները զսպվին, կամ թե չծկենք որ գրակել է, ինչ պետք է, անցրև, զորավոր անցրև պետք է, կամ թե եթե սկսավ նորեն զորավոր անցրև պետք է, որ այդ գրակները մարեն։ Եվ հոգևոր կյանքի մեջ փարգությունը մարելու և գամ չծկելու, որ պրնգի պետք ունինք Սուրբ Հոգին անցրևը։ Սուրբ Հոգին անցրևը։ Եթե Սուրբ Հոգին հոգևոր անցրևը մեր վրա չգա, մեր կյանքերու մեջ չգա, Աստված չի շղեր մեր կյանքերը ներս, հոն հրթեղ կկոյանա, հոն հրթեղ կսկսի։ Անոր համար 4:3-1-ի մեջ կսե Պողոս առաքյալ, թող վերցվին ցեզմե այս զայրույթները։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր փարգությունը ելե, մեր դրամատրությունը գործընծնենք, չափավորված, չի գշրված այսպես բայթի, շատ բաներ կրնանք գործընծնել։ Պիտի հարցնենք ինչ կրնանք գործընծնել։ Գիտեք, փարգության համար մարդիկ գործերին գործընծուցած են։ Կարևոր բանը, որ պետք ունենք ամենք սալ, ոչ ոք գուզե մեգումը հետ աշխատիլ, որ մեկուն հետ չի գնար հաշտ ապրիլ։ Ու բարեկամներդ կրնաս գործընծնել։ Ոչ ոք գուզե բարեկամը լալ մեգումը, որ մեգում հետ չի գնար լավ հարաբերություն ունենալ։ Կրնաս ուրախությունդ գործընծնել։ Ուրախությունդ կուքա Աստուծմե։ Եթե Աստված չի իշխեր քո կյանքիդ վրա, ինչպես ուրախություն պիտի ունենաս։ Փարգությունը ուրախությունը քեզ մեկը կողնա։ Եվ ինչպես քիչ առաջ մեր առողջությունը կգործընծնենք։ Սիրելիներ, այս փարգության վնասները շատ են, թերցանք երկայն են։ Խոսքը մգա որ գսե ադելությունը գծապցնե ադողին, քան թե ադվածին։ Եվ ճշմարտություն ասի, ավելի գծապցնե ադողին, քան թե որում որ գադե։ Հարցնենք մենք մեզի, ինչ բաներ մեզի այդ փարգության կդանին։ Կամ թե անգլերենով what makes you blow your stack, գսել։ Այսինքն ճիղերդ ուր գնեդեն, մենք այդպես խոսում ունենք միջին հարևելքի մեջ։ Ուր այդ չափը գանցնի։ Շատեր իրենց դրամատրությունը կգործընծնեն անկարևոր բզդիկ բաները։ Անմիջապես կփարգանան ամեն տեսակ բզդիկ բաներու։ Քեզի այսօր պիտի հարցնեմ, քու երալու աստիճանդ ուր է։ Արակ մգա, որ գսե, երբ որ ամանդ բարապ է, շատ ավելի շուտ չուրը, անոր մեջի չուրը գերա։ Երբ որ քիչ չուր գա, շատ ավելի շուտ գերա, բարզ է։
բնական է, գիտական հարց մնա ասիգա, որքան քիչ լա ճուրը ամանի մեջ, այնքան շուտ երալու գասնի այդ ճուրը։ Եվ Սուրբ Գիրքի մեջ ճուրը մեզ կներկայացնե Սուրբ Օքին։ Եվ եթե պիտի նմանցնենք մենք մեզ այս ամանին, եթե Սուրբ Օքին մեր մեջը բագաս է, եթե մեր մեջը Սուրբ Օքին մեզի ճունի, շատ ավելի շուտ պիտի մենք բայթինք, շատ ավելի շուտ պիտի երանք մեջեն եւ այսպես պիտի փարգանանք, որովհետեւ Սուրբ Օքին աստեցությունը զորությունը չկա մեր մեջը։ Ամեն կսալ աստիճան ունենք երալու։ Անտունիկ կամ ոչ։ Անցյալները խոսակցություն ունենային կոր, մեկը սա որ ներսեսին երբեք չեմ տեսած փարգացած։ Լուսինակով սերսավ։ Դեսնեսն է սա վիճի սիրես սա։ Ադեններ եղած է որ փարգացած է։ Ես ալ աստիճան ունիմ որ փարգությունս եթե at աստիճան ասնի կփարգանամ ամեն մեկս ունի ուրեմն այս երալու աստիճանին չհասնելու համար պետք է նախ գիտնանք այդ աստիճանը ուր է որ մենք կսկսենք երալ որտկալ փարգանալ եւ գիտությունը մեզ գսե որ ճուրը երալու համար 100 աստիճան Ֆahrenheit պետք է լա Երկրի մագերեսին վրա բայց եթե բարձրունքի վրա ես որքան բարձր դեղը լաս շատ ավելի ուշ ճուրը կսկսի երալ ուրեմն այս կնշանակե թե որքան մենք ավելի դերոջը մոտ ենք որքան ավելի բարձր դեղը գտնվենք այնքան ավելի դժվար կլա այս ճուրին երալու Արդյոք բարձունքներով վրա կգտնանք, որպեսզի մեր ճուրը շուտ չերա եւ չփարգանանք։ Երկրորդ փարգությունը որ գա, Եփեսացիս 4:26-ի մեջ կսեց, «Սո արևը մայր չմտնե ձեր փարգացած վիճակին վրա»։ Եվ այս փարգացած բառը դարբեր բառն է հունարենով, որ կնշանակե բահված փարգություն։ Եթե պիտի փախտադեմ առաջին փարգությունը երկրորդ փարգության, վարգան մնայինք հրապուխին։ Առաջինը այն հարփուխն է, որ գբայթի։ Իսկ երկրորդը, այս բավդած փարգությունը, այն հրապուխն է, որ առանց փոցի մխալով գայրի ներսեն։ Լերան հադագը։ Եվ պայց, այս փարգությունը, որ ներսեն գայրի, օրմը չէ օրմը թուրս կրնայել են։ Ուրեմն, միգակ բզդիկ կրկրումը գրնա բայտեցնել այս հրապուխը։ Եվ, ինչպես մեզիալ, երբ որ մեջերնից գբահենք փարգությունը, գփարգանանք, բայց մեջերնից գբահենք, բզդիկ կրկրումը մեր փարգությունը վանտագեն դուրս կարծագե եւ գփարգանանք եւ գլա նույն հարցը առաջին փարգության պես Անորամար Հակոբու 3:9-10 գսե անով գործնապանենք լեզուի մասին է որ գխոսի ընդհանրապես փարգությունը փերանեն դուրս կգա եւ փարեր գխոսենք որ վերջը գզղճանք այդ բարերը խոսելուց, որը մեգումը լավ գերբով գծացնենք, երբ որ փարգացած ենք։ Հակոբու 9:10 գսե անով լեզիով գործնապանենք Աստված ու Հայրը եւ անով գանիձենք մարդիկ, որ ստեղծված են Աստուծո նմանությամբ, միևնույն փերանեն գելեն օրտնապանություն եւ անեցք։ Եղբայրս պետք չէ որ այսպես ըլլա։ Մեր գիապերնեն գելեն ցանկի եւ մավան խոսքեր։ Մեգումը գրնանք ցանկի առաջնորդել, իսկ ուրիշին գրնանք մահվան առաջնորդել։ Ադոր համար այս համարը մեզի գսե հսկել լեզուիդ վրա։ Զսպե։ Եվ Աստված որ մեր մեջը գփնագի, Աստուծո օքին որ մեր մեջը գփնագի, չի գրնար մեզմե մահվան խոսքեր հանել, խոսքեր որ մեգումը մահվան դանին։
Աստված ուրախության աղբյուրն է, ոչ նեղության, Աստված լույսի աղբյուրն է եւ ոչ մթության։ Իսկ եթե մեր մեջ են գելեն փարգության խոսքեր, Աստծո հագարակ բանն է որ գործածենք։ Փարերը կրնան ցավցնել սիրեներ, բայց Աստծո խոսքն է որ մարդոց կփուժե, մարդոց լույս կուտա, ուրախություն կուտա։ Անոր եթե պիտի զգարնանք զսպել այս բավդած փարգությունը, պետք է այդ բավդած դերի մեջ անոր փոխարինենք Աստծո խոսքերով, որ երբ որ մեր փերանը բացվի, կյանքի խոսքեր, արտահայտություններ դուրս գան։ Եվ վերջին տեսակի փարգությունը, որ գա այս գլխում մեջը 26-րդ համարը, Եփեսացիս 4:26-ն է գսե, փարգացեք, բայց մի մեղանչեք։ Այս համարը միշտ ինձ եկած է նսելով դեսար, Աստված գսե որ գնանք փարգանալ։ Եվ հիմա պիտի բացատրեմ ինչու գսե Պողոս առաքյալ փարգացեք։ Գիտեք, փարգությունը ինքնին առանցին միան փարգանալ, հիմա պիտի բացատրեմ ինչ ասել գուզեմ։ Okay։ Հիմա պիտի ամենասած բարաբի խոս, ասչափ խոսեցար բարաբի, հիմա գսես որ հագարակը, բացատրեմ ինչպես։ Երբ որ փարգությունը ուրիշ բանի հետ խառնենք, ինչ են այս ուրիշ բաները։ Ուրիշ բաները որ կան գլան նախանց, ցանկություններ, ադելություն, այն ադեն փարգությունը գրնա վնասագար դառնալ։ Երբ որ Պողոսը 4:26, Եփեսացիս 4:26-ի մեջ գսե բայց մի փարգացեք, բայց մի մեղանչեք, հոստեղը Պողոս առաքյալը գխոսի արդար զայրացումի մասին, righteous indignation անգլերենով գսեն։ Ինչ է այս արդար զայրացումը, որպես քրիստոնյաներ սիրելներ, մենք իրավունք ունենք փարգանալու, բայց միայն այն բաներուն համար, որ Աստուծո կփարգացնեն, ոչ մեկ ուրիշ բան։ Շատ անգամ երբ որ կփարգանանք, մենք մեզի գուզենք արդարացնել, գսենք, ասի աստվածային փարգություններ։ Եվ ճշմարտաբար տարբերությունը չենք դիտեր, ադոր համար կխառնենք իրարու եւ մեր փարգությունը արդարացնենք, սերոտը պետք է փարգանայի։ Արդյոք ինչ է տարբերությունը աստվածային փարգության, արդար զայրույթին եւ մեղսալից փարգության կամ զայրույթին։ Սուրբ փարգությունը արդար զայրույթը սիրելներ աստվածային ցակում ունի։ Գհագագշրե բոլոր բաներում որ Աստուծո ճշմարտության թեմ գտան։ Բոլոր այն բաներում որ զադողություն գնեն դգարներուն եւ սխալներ մեջտեղ գուքան։ Բայց անոր թիմած սիրելներ մեղսալից փարգությունը ինձ մե մղված է, ինձ մե ցակում գարնե, իմ անցես գուքա եւ գհագաստե երբ որ իմ անձնական հանգստությունս, իմ անձնական վիճակներուս մեջ անբադեություններ կամ թե անհարմարություններ կստեղծվի եւ ասի նաեւ գաբ ունի մեր վիրավորված հբարդության պատճառը, մեր հբարդությունը վիրավորված ըլլալուն պատճառով, հբարդությունը արմատն է։ Արդար փարգությունը գսիրեներ գտիմակրավե հadouk հարցեր եւ անոնց թիմած սխալ բաներ որ սխալ գլան եւ գաստարարե ադոր հետևանքներուն իսկ մեղսալից անարդար փարգությունը գհարված է գհնաթად է գթադաբարդ է անցիկ որոնց թեմ ունենա այդ փարգությունը եւ վերջին Սուրբ փարգությունը գփնդրե ազատելու միջոցը, փրկանքը այն վիճակին
որ վիճակեն, որ ստեղծված է, որ սխալ է։ Իսկ անոր հագարակը մեղսալից փարգությունը գուզեր գարավարել, իշխել եւ նվաստացնել եւ վրեժ առնել թիմացինեն, որ իրեն փարգացուցած է։ Ուրեմն սկուշնլանք, երբ որ կփարգանանք, նայն թե ինչ է մեր շարժարիթը փարգության եւ ադի շատ բան պիտի որոշել։ Երբ որ փարգությունը չի գարավարվի Աստուծո հոգիով, այդ փարգությունը գրակ մնե եւ գայրե ամեն բան, որ իր շուրջը գտնվի։ Անոր համար միշտ անձրևներ պետք ունի։ Սուրբ Հոգին անձրևները մեր վրա դեղադարավ թափին, որովհետեւ մենք կանչված ենք յանք սփռելու ուրիշներուն, յանքի ջամփան ցույց տալու եւ ասիգա է որ Տերը գուզե մեզ մեր փերանները որ բացվին յանքի խոսքեր դուրս գան Տերը օրհնե։